1722-ից 1730 թվականներին Սյունիքում սկսված ազատագրական պայքարի ղեկավար Դավիթ Բեկը Սյունիք հասնելով առաջին հերթին սկսում է պայքար մղել Սյունիքում գտնվող հայ դավաճանների դեմ։ Դավաճան Մելիք Բաղրին սպանելուց հետո Դավիթ Բեկը պայքար է մղում մեկ այլ հայ դավաճանի Արցվանիկի Մելիք Ֆրանգյուլի դեմ։ Պատմաբան Լեոն Մելիք Ֆրանգյուլի եւ պատերազմում վերջինիս դավաճանության մասին գրում է. Սա կարծելով թե Դավիթ Բեկի ձեռքով պիտի զրկվի իր իշխանությունից, հոգով ու մարմնով նվիրվեց թուրքերին։ Նրա սարքած մի թակարդի մեջ ընկավ հայ նշանավոր զորագլուխներից մեկը Չավնդուրի Թորոս իշխանը։ Բարգուշատի Ֆաթալի խանը շատ էր ընդհարվել հայերի հետ, բայց միշտ ջարդ էր կերել։ Դավաճան հայ Մելիքը խոսք կապեց նրա հետ, բայց արտակուստ հավատարմություն ցույց տվեց Թորոս իշխանին եւ սրա հետ պատերազմի դուրս եկավ Ֆաթալի խանի դեմ։ Կռիվը հաջող էր հայերի համար։ Ոգևորվելով իրենց հաղթությամբ նրանք սկսեցին հալածել թուրքերին, բայց թուրքերի փախուստը մի թակարդ էր։ Նրանք հանկարծ ետ դարձան եւ հարձակվեցան հայերի վրա։ Այդ ժամանակ Ֆրանգյուլն էլ ետևից հարձակվեց իր զորքով։ Հայերը ընկան երկու կրակի մեջ, ջարդվեցան, գերիներ տվին։ Ինքը Թորոսը հերոսաբար ընկավ պատերազմի մեջ եւ Չավնդուրի ուժը ոչնչացավ։ Իսկ Ֆրանգյուլը խանին ավելի եւս հաճոյանալու համար մահմեդականություն ընդունեց։ Դավիթ Բեկը, լսելով Թորոս իշխանի մահվան մասին, հրամայում է վրեժ լուծել։ Գերեվարությունից վերադարձած Ստեփանոս իշխանն իր 6 զինակիցների հետ առնում է Մելիք Ֆրանգյուլի դավաճանության վրեժը։ Մի քիչ հետո Մելիք Ֆրանգյուլը ջորին նստած իջնում է վանքից։ Ստեփան իշխանը արձակում է հրացանը եւ սպանում դավաճան Մելիքին։ Ջորին խրտնում է եւ փախչում, բավականին տեղ քաշ տալով վայր ընկած Մելիքին, որի ոտը մնացել էր ասպանդակի մեջ։ Հետո Ստեփան իշխանը հրամայում է յուր ծառաներին, որ քաշ տան ձգեն Մելիքի մարմինը ներքին ձորը եւ գնան ասեն գյուղացիներին, թե եկեք տարեք ձեր Մելիքին, ձեր դատաստանը անե։ Միևնույն ժամանակ Ստեփան իշխանի ծառաները բռնել էին Մելիք Ֆրանգյուլին հետևող գզրին, պարկեցրել գլուխը դրել մի քարի վրա եւ մի ահագին քար ձգելով վրան ջախջախել էին։ Մելիք Ֆրանգյուլը մահվանից հետո եւս հանգիստ չի ունենում։ Նա թաղվում է բոլորից հեռու եւ մինչեւ օրս հանգիստ չունի անգամ դավաճանի շիրիմը։ Ժողովրդական ավանդությունն ասում է, թե Մելիք Ֆրանգյուլն իր մահից հետո չարժանացավ հասարակած գերեզմանատան անգամ եւ նրան թաղեցին հեռու այդ գերեզմանից։ Մինչեւ այսօր էլ ժողովուրդն իր նախատական ցույցերով որոշված է պահում դավաճանի գերեզմանը։ Անցնողը կամ թքում է նրա վրա, կամ մի քար է շպրտում նրա վրա։ Ժամանակ անցնելուց հետո, պատմում է ժողովուրդը, Մելիք Քարամը գալիս է Արցվանիկ գյուղը եւ կամենում է հանել Մելիք Ֆրանգյուլի ոսկորները եւ շների առատ ձգել։ Սակայն գյուղացիներն ասում են, թե գերեզմանից հեռու են գոռել, մեկ էլ շան հոտը վեր մի հանիր։ Այսպես Դավիթ Բեկը սպանել կարգադրեց հայ դավաճան Մելիք Ֆրանգյուլին։